Պետ Նիկոլ Փաշինյանի եղբոր մասնագիտական անհավանական առաջխաղացումը։ Պարզվում է 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած Արմեն Փաշինյանը մեկ տարում 4 ընկերության տնօրեն է դարձել։ Արմեն Փաշինյան Նիկոլի եղբայր ունի։ Եղբայր ասացիր ու պրծար մուլտիտասկինգի արքա 4 ընկերությունում տնօրեն միաժամանակ։ Ու ինչ ցեղ ոչ մի կասկածելի բան էլի չկա։ Քո նման ճուզողի համար ամեն ինչն է կասկածելի անարեք։ Դու որ ուզում ես Ապա սա փաստերի ստուգման հարթակն են Յոհաննիսյանից բացահայտել։ կարող է Յոհաննիսյանը ինքն է փորձում իշխանությունը իր ձեռքը վերցնի ու Դանիելո Մակիավելի, այո, չէ, մի րոպե, հազիվ կարքին բան են բացահայտել, մենք եկեք գնանք սրա հետևից, փաստորեն, այո, 4 ընկերություններում տնօրեն ու կա նաև նոր Փաշինյան, որ keeping up with the Փաշինյանսը շատ դժվար է դառնում։ Այդ ընկերություններին երկու բան է միավորում։ Նախ դրանք բոլորը պատկանում են Ազգային ժողովի նախկին падգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին։ Երկրորդ Փաշինյանի եղբոր նշանակվելուց առաջ ընկերությունների տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի աներորդին։ Իսկ ինչ ընդգական կինո է, երբ հասցրեցին տենց նախկինազավրավարի իրար հետ փող կապացվել։ Էս էլ ինչ է, նոր սահմանադրական են խորհուրդը կա, որ փոխում է սահմանադրությունը։ Այդտեղ աշխատում են երկու ամուսիններ, ում հարսանիքի քավորը սահմանադրական դատարանի Վայե Գրիգորյանն է։ Okay, ես չեմ հասցնում հետը, ես ճիշտ հասկացա, որ ազատ դեմոկրատների Քոքոբելյանը չփոթել իմ Բելյանի։ Ազատ դեմոկրատ, ամենաազատ դեմոկրատը։ Իր 4 ընկերություններում տնօրեն է դրել Փաշինյանի աղբորը։ Այո, դու էլ չգիտես չի ասել։ Ով է միջև հետ եղել փայատերը։ Տնօրեն չէ։ Հիմա իմանում ենք ով է եղել փայատեր միջև հետ։ 2008 թվականից Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց մեկ ամիս անց ընկերության բաժնետերերը փոխվում են եւ 50% բաժնեմասի սեփականատեր է դառնում Սերժ Սարգսյանի եղբոր Ալեքսանդրի որդին Նարեկ Սարգսյանը։ Այս ոնց որ գտան են առասպելական Սաշիկի 50%-ը։ Ստացվում է որ հա, փաստորեն երկու տարբերակ կա։ Կամ Քոքոբելյանը իրոք sense իրանից զավթել էին բիզնեսի կեսը, բայց ինքը այսքան ժամանակ չի լռում, գործ չի տալիս որ չբռնեն Սաշիկ Սարգսյանի։ Ստոկհոլմյան Կամ ուղղակի այսքան վատ խափում էին ու շատ էլ գոհ էին որ 50% ներդրում են երևի արել իրանց բիզնեսում, չգիտեմ որ։ Այսինքն այն ժամանակ Սերժի եղբայրն էր 50%-ի տերը, հիմա էլ Փաշինյանի եղբայրը, в принципе, բան չի փոխվել, զուտ թղթաբանությունն աշխատացել։ Այո, մարդիկ բա հենց սրա համար էին, չէ՞ փողոց փակում։ Երևի։ Ինչևէ, մեզ հակադեպրեսանտ է պետք։ Իշխանություններից մի մասը որ տեղափոխվան Ղարաբաղից Հայաստան, այլևս դու բոլորով լավ գիտեիք, որ հայերեն ոչ կարում են գրեն, ոչ կարում են խոսային, ոչ կարում են կարդային գրական։ Ես չեմ ասում իմ հայերենը 5-ից 7-ա, բայց կապ չունի, ես իմ մայրենի լեզուն լավ գիտեմ կարևորը։ Ես կարող եմ լավ գրել, լավ էլ կարդալ։ Ջան, դու հրաշալի կարդում եւ գրում ես, դու 10-0 չախում ես ցանկացած առաջին դասարանցում, դեմդ խաղ չկա։